Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալն ավարտվում է ծանր, հուզիչ ու միևնույն ժամանակ խորհելու տեղիք տվող հանգուցալուծմամբ։ Ավարտը պարզ է, երջանիկ չէ, այն ճշմարտությունների, կորուստների ու ներողության մասին է, որոնց միջով անցան հերոսներն ամիսներ շարունակ։ Վերջին սերիաներում իրադարձությունները հասնում են գագաթնակետին։ Լիլիթի զենքը ուղղված է Անգելինայի վրա, և այդ պահը կարող է դառնալ սերիալի ամենամութ կետը, սակայն Սոսն ու Արամը վերջին պահին կանխում են ողբերգությունը։ Զենքը խլվում է, իսկ Լիլիթն արդեն լիովին կորցրած ինքնատիրապետումը տեղափոխվում է հոգեբուժարան։ Սա նրա պատմության ամենացավոտ, բայց նաև ամենաիրական ավարտն է։ Նա մնում է մենակ իր գործած մեղքերի ու ներսում կուտակված մթության հետ։ Անգելինան հայտնվում է ամենաբարդ ընտրության առաջ։ Միքայելը փորձում է նրան դարձյալ ճնշման տակ պահել, ակնարկելով, որ Սոսը կարող է հայտնվել բանտում, եթե նա չվերադառնա Հենրիի մոտ։ Անգելինան, հղի լինելով ու հոգեպես կոտրված, որոշում է զոհաբերել սեփական զգացմունքները միայն թե պաշտպանելու համար հորը։ Սակայն Հենրին հասկանում է ճշմարտությունը։ Նա տեսնում է, որ Անգելինայի վերադարձը սիրուց չէ, այլ վախից ու պարտադրանքից ծնված քայլ։ Այդ պատճառով նա հրաժարվում է այդ հաշտությունից և Անգելինային ինքն է տանում ավագի ու Վիկտորիայի տուն, թույլ տալով նրան ազատ շունչ քաշել ու որոշել առանց ճնշման։ Սերիալի ամենահուզիչ պահերից մեկը դառնում է Սոսի և Անգելինայի հարաբերության վերջնական հաստատումը, երբ Սոսը գնում է Անգելինան նրա հետևից կանչում է պապ։ Այդ բառը դառնում է ամբողջ սերիալի խորհրդանիշը՝ կորցրած տարիների, չասված ճշմարտությունների ու ուշացած, բայց անկեղծ սիրո հաստատում։ Բայց սերիալի ավարտի ամենածանր և խորհրդանշական դրվագներից մեկը Հենդոյի՝ Միքայելի հոր մահն է։ Հենդոն այն մարդն էր, ում ձեռքով ու լռությամբ ձևավորվեց այս ամբողջ ողբերգական շղթան։ Նա երկար տարիներ կանգնած էր ստվերում, բայց հենց նրա որոշումներն ու չկասեցրած չարիքը դարձան բազմաթիվ ճակատագրերի կործանման պատճառ։ Նրա մահը պատահական չէ սյուժետային առումով, դա դատավճիռ է մի ամբողջ սերնդի սխալների համար։ Հենդոյի հեռանալով ավարտվում է չարիքի մի ամբողջ շրջան, բայց ցավը չի անհետանում, որովհետև թողած հետևանքները դեռ երկար են զգացվելու։ Միքայելը մնում է կենդանի, բայց ներսից կոտրված։ Նա կորցնում է հորը, որդու վստահությունը, ազդեցությունն Անգելինայի վրա։ Նրա համար սա ավելի ծանր պատիժ է, քան ցանկացած բանտ։ Նա ստիպված է ապրել գիտակցելով, թե ինչի է հասցրել իր մոլուցքը, խանդը և իշխանության ծարավը։ Սերիալն ավարտվում է առանց ավելորդ պաթոսի, բայց խորը զգացմունքային լիցքով։ Անգելինան հղի, բայց արդեն ավելի ուժեղ Սոսը վերջապես հայր դառնալու գիտակցումով։ Հենրին հասուն ընտրության առաջ կանգնած և մի ամբողջ ընտանիք, որը փորձում է նորից կառուցվել փլատակների վրա։ Վերջին զանգը փակվում է ոչ թե ուրախ ժպիտով, այլ ծանր շնչով ու հույսի փոքր շողով։ Դա ավարտ է, որը ստիպում է մտածել սիրո, պատասխանատվության, ծնողների ու երեխաների և այն մասին, թե ինչ բարձր գին ունի ճշմարտությունը, երբ այն տարիներով թաքցված է։ Դե իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր ճշմարտություններ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, էնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք ամենահետաքրքիրի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը մոտենում է իր վերջակետին, բայց այդ վերջակետը ամենևին էլ հանգիստ չէ։ Այն լի է լարվածությամբ, ներքին պայքարով և ծանր ընտրություններով, որոնք որոշում են հերոսների ճակատագրերը։ Ամենասարսափելի պահերից մեկում Լիլիթը զենքը պահում է Անգելինայի վրա։ Այդ կադրերը բառացիորեն սառեցնում են հեռուստադիտողին։ Թվում է մեկ վայրկյան է բաժանում անդառնալի ողբերգությունից, սակայն հենց այստեղ է, որ Սոսն ու Արամը գործում են միասին։ Նրանց հաջողվում է զենքը խլել Լիլիթի ձեռքից։ Այդ պահը ոչ միայն ֆիզիկական փրկություն է, այլ նաև հոր ու որդու ներքին պայքարի գագաթնակետը։ Սոսը, չնայած Արամի աղաչանքներին ու արցունքներին, կայացնում է ամենադժվար որոշումներից մեկը։ Նա Լիլիթին տեղափոխում է հոգեբուժարան։ Արամը փորձում է կանգնեցնել հորը, հիշեցնելով, որ Լիլիթն իր մայրն է, բայց Սոսը հասկանում է, որ այլևս այլ ելք չկա։
Սա այն որոշումն է, որը ցավեցնում է բոլորին, բայց միևնույն ժամանակ պաշտպանում է մյուսներին։ Լիլիթի կերպարն այստեղ ամբողջությամբ կոտրվում է, նա մնում է մենակ իր ընտրության հետևանքների առաջ։ Մինչ այդ Անգելինան շարունակում է ապրել մշտական վախի մեջ, նրա ներսում ամեն ինչ խառնված է՝ սեր, պարտավորություն, մեղքի զգացում։ Միքայելն անգամ այս փուլում փորձում է վերահսկել իրավիճակը։ Նա Անգելինային ժամանակ է տալիս, ակնարկելով, որ եթե չվերադառնա Հենրիի մոտ, Սոսը կարող է հայտնվել բանտում։ Սա հերթական ճնշումն է, հերթական մանիպուլյացիան, որը Անգելինային դնում է անհնար ընտրության առաջ։ Եվ Անգելինան ընտրում է ինքնազոհողությունը։ Նա որոշում է վերադառնալ Հենրիի մոտ ոչ թե սիրուց, այլ Սոսին պաշտպանելու համար։ Բայց հենց այստեղ է, որ Հենրին վերջապես իրեն դրսևորում է ոչ թե որպես վիրավորված տղամարդ, այլ որպես հասուն մարդ։ Նա հասկանում է Անգելինայի վերադարձի իրական պատճառը և չի ընդունում այդ զոհաբերությունը։ Հենրին նրան իր ձեռքով տանում է ավագի ու Վիկտորիայի տուն, ցույց տալով, որ սերը չի կարող կառուցվել շանտաժի ու վախի վրա։ Սա Հենրիի կերպարի ամենաուժեղ պահերից մեկն է։ Սոսը որոշում է վերջապես իր հարցերը պարզել Միքայելի հետ։ Տարիների լռությունը, կուտակված ցավը, կործանված կյանքերը պահանջում են պատասխաններ, և հենց այդ լարված պահին է, որ տեղի է ունենում սերիալի ամենահուզիչ ու խորհրդանշական դրվագը։